Բարի լույս սիրելի հետևորդներ, ինչպես եք, ոնց եք, ինչպես է ձեր տրամադրությունը, իմը նույնն է, չի փոխվում, միշտ լավ, բարձր ու առաջ գնալու նպատակ, ինչի համար եմ ձեզ միացել առավոտ շուտ, սիրելի հետևորդներ, որովհետև մի այսպիսի խնդիր էր առաջացել երեկվա վիդեոյում, բուլկիներ պատրաստելու, ճիշտն ասած, մեր Հայկի ազատ օրն էր երեկ և չէր եկել աշխատանքի, օպերատորս փոխվել էր, կան մի քանի հոգի, որ նկատել են, որ օպերատորը փոխվել էր, ճիշտ է, նկարահանումը արվում էր սենց կարճ դրվագներով, շատ քիչ էր լինում, րոպեները չէր ստացվում, ու այսպես պատկերացրեք անընդհատ ուղարկել եմ աղջկաս, որպեսզի կպցնի իրար և տեղադրի YouTube-ում, բայց պատկերացրեք մի հատված է եղել, որտեղ որ ես պատրաստում էի ջեմով բուլկին և խորիզով բուլկին, ինչպես նաև ծաղիկ բուլկին, բայց նկարահանումը տեղի չի ունեցել, այդ ժամանակ, երբ որ պահել են նկարահանման, չեն սեղմել կոճակը և նկարահանում չի եղել, ես էլ այսպես ավտոմատ հավաքել եմ մի քանիսն ուղարկելով, չեմ էլ պատկերացրել, որ նկարահանում չի եղել, դե աղջիկս էլ չի տեսել ես որ պահերն եմ նկարահանել, ինչ եմ արել, ու այդպես իմ ուղարկածը տեղադրել է, գիշերը ասեցի մի հատ կանգնի, տեսա, որ արդեն աղջիկս գցել է, ասել եմ մի հատ նայեմ տնամ, ինչպես է նկարահանումն է, ոնց է ստացվել, նայեմ ու հասկանամ, որ բուլկիների պահը չկա, ոնց եմ ձևավորում, ու սկսեցի փնտրել հեռախոսիս մեջ, ասի երևի մոռացել եմ ուղարկեմ աղջկաս, փնտրեցի, տեսա, որ նկարահանումը չի եղել, այլ ոչ թե ես չեմ ուղարկել, այլ նկարահանումը չի եղել, սիրելի հետևորդներ, և որոշել եմ, որ այսօր այդ դրվագը նորից փոքրիկ նկարահանում անել և ձեզ ցույց տալ, թե ես ինչպես եմ պատրաստում ջեմով բուլկին, խորիզով բուլկին և ծաղիկ բուլկին, հեսա որ գնամ աշխատավայր, մի քիչ թեթևանամ ընդեղու գործերից և անպայման նկարահանելու եմ այդ ընթացքը, թե ես ինչպես եմ պատրաստում ու կտեղադրեմ սիրելի հետևորդներ, կան շատ հետևորդներ, որոնք շատ ուշադիր են և գրել են, որ նկարահանումը չի եղել, ձևավորումը ցույց չեք տվել, դա պարզապես թյուրիմացություն է եղել, սիրելի հետևորդներ, ես դա անմիջապես կշտկեմ, երբ որ գնամ աշխատավայր, անպայման ցուցադրելու եմ, դուք եղեք այդպես միշտ ուշադիր, ակտիվ, հետևեք ակտիվ իմեջին և կարող է ինչու չէ, մի բան չեմ նկատում կամ ուշադիր չեմ լինում դրան, ես մեծ սիրով կանդրադառնամ և կօգնեմ բոլորիդ հարցերին էլ սիրելի հետևորդներ, սպասեք անպայման ցուցադրելու եմ։ Այսքանը գնամ աշխատավայր և կշտկեմ այդ տեխնիկական սխալը և կտեղադրեմ վիդեոն, սիրելի հետևորդներ, կհանդիպեմ խոհանոցում արդեն ձեզ հետ։ Սիրելի հետևորդներ, եկել եմ խոհանոց, որպեսզի սենց ասած չստացված կադրերը վերականգնեմ, բուլկին, որ նկարահանում էինք անում, օպերատորս փոխվել էր, դա բան չէինք կարում նկարահանումը անեինք նորմալ բան, ու այն պահը, որտեղ որ ես պետք է ձեզ ցույց տայի բուլկիների ձևավորումը ջեմով, խորիզով և ծաղիկ բուլկին, պատկերացրեք, որ չի նկարահանվել և ես այսօր ուզում եմ շտկել և ուղղել դա, որպեսզի դա էլ թերի չմնա և բոլորդ էլ կարողանաք նույն ձևով պատրաստել։ Հիմա ծաղիկ բուլկու համար ես կտրում եմ 70 գրամով եմ կտրում խմորը և ոնց եմ անում, կտրում եմ այսպես, սիրուն գնդիկներ եմ անում ու դնում եմ մի քիչ ոչ, այսպես գնդիկներ անելու եմ ու իրար կողք այսպես կպցնում եմ, կպցնելու եմ և թողնելու եմ, որպեսզի հասունանա, հետո նոր դնելու եմ թխվի ու սկսեմ ձևավորումը, բոլորը ցույց կտամ, տեսեք, այսպես, 7 գունդ եք անելու, 7 գունդը լրիվ նորմալ է ծաղիկ ստանալու համար, այսպես անում եք և թողնելու եք այնքան հասունանա, որպեսզի արդեն սենց տեսնեք, որ ինքը շատ մեծացել է, այս ծաղիկ բուլկին,
Հիմա ձեզ ցույց տամ, թե ինչպես եմ պատրաստում ջեմով բուլկին, այսպես մի հատ ձեթ եմ անում, ձեռքերս էլ եմ ձեթանում, այսպես բացում եմ ձեռքերով բացում եմ, այս դեմի հատվածը մի քիչ հաստ եմ թողնում, որպեսզի որ բերեմ ծածկեմ, երեսը տափակ չլինի, էլի ջեմը անշնորհ ջրև է, մի քիչ հաստ ենք թողնում, այստեղ ենք տափակացնում։ Սիրելի հետևորդներ, ես որ կլոր սովորական բուլկին գնդում էի, առանց չամիչի արեցի, որովհետև մեր բոլոր մեծամասնությունը հաճախորդների չամիչ չեն սիրում։ Իսկ եթե դուք ուզում եք, որ չամիչով լինի, չամիչը երբեք խմորի մեջ չլցնեք անելուց, չի թողնում խմորի աճի, բարձրացմանը, խանգարում է լրիվ։ Ինչ ենք անելու, երբ որ այսպես ես սովորական բուլկին գնդում էի, չամիչը այնքան որ լցրեք մեջը գնդեք եւ դրեք։ Դա ավելի լավ կլինի, քան դուք չամիչը լցնեք մեջը։ Կարող եք այդպես էլ անել։ Հիմա ջեմը լցրեցի, այսպես բերում եմ, փակում եմ, տեսեք։ Այսպես փակեցի սիրուն եւ սկսում եմ այսպես դանակով կտրել։ Տեսեք։ Այսպես գեղեցիկ սիրուն կտրելու եմ եւ տեղափոխում եմ սինի եւ թողնում եմ հասունանա։ Հիմա մի հատ էլ անեմ, տեսեք։ Այսպես տափակացրեցի դեմի հատվածը, ջեմը լցնում ենք առատորեն, որովհետեւ մեջից դուրս չի գալու, ինչքան էլ լցնեք դուրս չի գալու, մի վախեցեք, թող ջեմը լինի շատ։ Այսպես ամուր, այնքան որ մի հատ լավ ծայրերը ամուր կպցնում ենք եւ սկսում եմ կտրել։ Այսպես կտրում եմ, տեղափոխում եմ սինի մեջ։ Հիմա կուզեմ ցույց տալ խորիզով բուլկին ինչպես եմ անում։ Այսքան բացում եմ, այսքանը լրիվ հերիք է։ Ավելացնելու եմ մի այսպիսի ճաշի գթալ խորիզ մեջը եւ ոնց եմ փակում։ Փակում եմ, բնայեք, վրացական խնկյալու նման։ Այսպես հավաքելով գալիս եմ։ Մի օր սիրելի հետևորդներ, ձեզ անպայման ցույց եմ տալու ինչպես եմ պատրաստում ես վրացական խնկյալին, այսպես փակում եմ այնքան որ հետևը շուռ եմ տալի, այսպեսի տեսք եմ ստանում եւ դնում եմ հասունանալու, հիմա նույնը, շատ սիրում եմ մեր վրացական խնկյալի պատրաստումը, դա հատուկ պիտի խմորը մշակեմ, սարքեմ, էլաստիկ շատ լավ, նոր ձեռք եմ բերել գրտնակը, որով կարող եմ խմորը շատ լավ մշակել եւ ձեզ ցույց տալ, երևի մի 2-3 օրից արդեն իսկ ձեզ ցույց կտամ, թե ես ինչպես եմ պատրաստելու վրացական խնկյալին։ Այսպես լցնելու եմ խորիզը, այսպես արագ փաթաթում եմ, որպեսզի խորիզն չգա, խմորին չկպնի։ Այսպես այնքան որ այս մասերը մի հատ կպավ իրար, շուռ եմ տալի ձեռքում, այսպես մի հատ կլորիկ դրանելի տեսք եմ ստանում եւ այսպես դնում եմ հասունանա։ Դնելու եմ տաք տեղ, տաք 50 աստիճան եմ միացնում, վերևն է ներքևն է, տաք տեղ, դնում եմ մեջը, դա ավելի է նպաստում արագ հասունացմանը։ Իսկ եթե դուք նման հնարավորություն չունեք, կարող եք պարզապես ցելոֆան գցել վրաները, չի կպնելու, ցելոֆան գցեք, թողեք կամ տաք տեղ դրեք, ինչ-որ միսս պլիտայի կողքը դրեք, անմիջապես կհասունանա ու ավելի լավ կլինի։ Հեսա ցույց կտամ, թե ինչպես եմ ձևավորելու ծաղիկ բուլկին, երեսը անելու եմ մեղր եւ քունջուտ ցույց եմ տալու, իսկ արդեն ջեմն ու խորիզը սովորական ձու եմ քսելու երեսը եւ թխեմ, արդեն իսկ դուք պատրաստի վիճակը տեսել եք, սիրելի հետևորդներ։ Այսքանը ես շտկեցի թյուրիմացությունը, հույսով եմ, որ ձեզ օգնած կլինեմ եւ կանեք իմ տարբերակով ձևավորումները եւ հավատացեք, որ շատ հաջող է ստացվում, կարող եք անել եւ փորձել զատիկի առիթով, մեր սուրբ զատիկի առիթով, որովհետեւ ամբողջ Հայաստանը երևի տես տուն էլ չկա, որ այդ օրերին չպատրաստի թե բուլկի, թե կուլիչ, իսկ կուլիչը ես ձեզ ցույց եմ տալու զատիկից մի քանի օր առաջ, որպեսզի դուք կարողանաք իմ բաղադրատոմսով փորձել կուլիչները
եւ տեսնել թե ինչ համ է ունենում եւ նաեւ կուլիչներ ես մեծ թվով պատրաստում եմ եւ վաճառում եմ խանութում ես ունեմ արդեն ինձ բազմաթիվ հաճախորդներ որոնք սպասում են իմ կուլիչին սիրելի հետևորդներ այդ ամեն ինչը բոլորը ցույց եմ տալու զատիկից մի քանի օր առաջ այսքանը հույսով եմ օգնեցի սխալս ուղեցի ձեր հետ գոհարներ հաջողություն Թխվել է արդեն ծաղիկ բուլկին, տեսեք սիրելի հետևորդներ, թխվել է 2 հատ ծաղիկ բուլկի էի արել, հիմա հանել եմ ու ինքը լավ տաք վիճակում է ու պետք է ձևավորեմ, պետք է իրան տաք վիճակում ձևավորենք սիրելի հետևորդներ, ինչ ենք անելու, մեղր ենք քսում, նայեք այսպես մեղրը, սիրուն այսենց, տաք վիճակում սկսում է հալվել, մեղրը քսում ենք, սիրուն, այսպես, ես մեջտեղի հատվածում էլ, մեղրը սիրուն, լավ, պլպլան, քսում ենք, սա այն մեղրն է, սիրելի հետևորդներ, որ ես պատրաստել եմ և ձեզ ցուցադրել եմ պատրաստման պրոցեսը, տեսեք ինչքան էլ պինդ մեղր է, գտալի ձոռով եմ անանում, որ տարածեմ, այսպես, մեղրը քսեցի, ինչ եմ անելու, տաք վիճակով այդպես բան, վրան լցնում եմ քունջութ, նայեք, վրան քունջութ եմ լցնում, քունջութի հատիկները այսպես շաղ եմ տալիս վրան, որպեսզի սիրուն տեսք ստանա, համ էլ համով է լինում, այսպես կա սպիտակ քունջութ, ընդհանրապես ես սպիտակ քունջութ էի անում, այսօր ամուսնուս ասել եմ բերելու և սևն է բերել, բայց սա էլ չի խանգարում, տեսեք թե ինչքան հաջող ծաղիկ բուլկիներ ենք ստանում, համի մասին է չկասկածեք, շատ լավն է լինում